2023 թվականը ինչպիսի տարի էր Հայաստանի եւ Իրանի միջև հարաբերությունների առումով։ Ակնհայտ է, որ 2023-ը Հայաստանի թե Իրանի համար բավական բարդ տարի էր, հատկապես մեզ համար։ Գիտեք, փաստաթի տեղի ունեցավ Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից Արցախի տարածքի ամբողջական բռնազավթում եւ տեղի մեր հայրենակիցների նկատմամբ ցեղասպանական գործողություն, էթնիկ զտում։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա տարածաշրջանում ամենակարևոր զարգացումը վերաբերում էր թե Հարավային Կովկասում, թե մեր տարածաշրջանում ադրբեջանա-թուրքական դաշինքի դիրքերի ուժեղացմանը եւ թե մեկ այլ կարևոր խնդրի, խոսքը վերաբերում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, գիտեք, որը մինչև հիմա էլ ակտիվորեն շարունակվում է Գազայի հատվածում։ Ոստի երկու պետությունների համար էլ տարին բավական բարդ էր, Հայաստանի համար մեծ կորուստներով տարի էր եւ կարծում եմ, որ այդ կորուստները մեզ պետք է սթափեցնեն, որպեսզի մենք հնարավորին արագ վերագտնենք մեզ եւ գնանք մեր բռնազավթված տարածքների վերազատագրման ուղով։ Իրականում հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը պատկերացնելու համար մենք պետք է շատ հստակորեն սահմանենք Հայաստանի պետության տեսլականը, այսինքն ինչպիսի պետություն ենք մենք ձգտում ունենալ։ Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում կան երկու թշնամական ուժեր, որոնք փաստացիորեն ձևավորել են միասնական աշխարհաքաղաքական նկարտումներ, ծավալապաշտական նկարտումներ, խոսքը Բաքվի եւ Էրդողանական վարչախմբի մասին է, եւ Հայաստանը ունի երկու բարեկամ հարևան պետություններ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Վրաստանի Հանրապետությունը։ Հետեւաբար պարզ է, որ իմ նշած առաջին թշնամական դաշինքի հետ Հայաստանի հարաբերությունները ըստ էության անհնար է կարգավորել արժանապատիվ կերպով, որովհետեւ կրկնեմ, հենց ընդամենը մոտ 1 ամիս առաջ Բաքվի բարբարոսական վարչախումբը իրականացրել է ցեղասպանական գործողություն Արցախահայության նկատմամբ եւ չի պատրաստվում իդեպ որևէ գործողություն կատարել, որը միտված կլինի դիցուք Հայաստանի Հանրապետությունից բռնազավթված տարածքներից իր բաշիբոզուկների դուրս բերմանը։ Հետեւաբար հայ-իրանական հարաբերությունների համատեքստը պետք է ձևավորել եւ ձևակերպել Հայաստանի պետության տեսլականից, իսկ այդ տեսլականը պետք է ենթադրի հյուսիս-հարավ առանցքի ձևավորումը եւ Հայաստանը այս իմաստով կարող է դառնալ իրական հարթակ արևելք-արևմուտք կապը բերելու Հայաստանի գաղութացման թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից եւ Իրանի հետ աշխատանքներն էլ կարծում եմ պետք է ընթանան հենց այս ուղղությամբ։ Փառք Աստծո, կան կարևոր ծրագրեր, որոնք ունեն ոչ միայն տնտեսական նշանակություն, այլ նաեւ անվտանգային եւ աշխարհաքաղաքական նշանակություն, խոսքը վերաբերում է հատկապես Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցին, խոսքը վերաբերում է նաեւ հնդկական հյուսիս-հարավ ծրագրում Հայաստանի ներգրավվածության խնդրի ամրագրմանը, որը չափազանց կարևոր է մեր պետության, կրկնեմ, ոչ միայն տնտեսական զարգացման համատեքստում, այլ նաեւ բնականաբար անվտանգային հարթությունում նույնպես։ Ձեր խոսքից կարելի է եզրակացնել, որ Իրանը այնպիսի պետություն է, որի հետ Հայաստանը կարող է սերտ համագործակցություն ծավալել տարբեր ոլորտներում, սկսած տնտեսական, անվտանգային, մշակութային եւ այլն։ Պոտենցիալը ինչպիսին է, որ ոլորտներում է ավելի շատ համագործակցության պոտենցիալը եւ եթե գնահատելու լինեք, ինչ գնահատական կտաք հարաբերությունների ներկա մակարդակին։ Հայ-իրանական հարաբերությունների պոտենցիալը չափազանց մեծ է, ես չէի վախենա ասել հսկայական, բայց ցավալիորեն տարիներ շարունակ մենք խոսում ենք այդ պոտենցիալի մասին եւ չենք իրացնում այդ պոտենցիալի գոնե գերակշիռ հատվածը։ Բնական է, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում Իրանը կարևորագույն դերակատարություն ունի նաեւ ադրբեջանա-թուրքական դաշինքի զսպման գործում։ Ոստի հայ-իրանական հարաբերությունների համատեքստում շատ կարևոր եւ շատ արդիական է դարձել հատկապես համագործակցությունը անվտանգային ոլորտում, խոսքը վերաբերում է լայն բազմակողմ համագործակցությանը, որը կներառի այն բոլոր ոլորտները, որոնք առկա են երկու պետությունների համար անվտանգային ռիսկեր պարունակող մեր տարածաշրջանում։ Խոսքը վերաբերում է թե համատեղ հակաահաբեկչական
պայքարը, թե թուրք-ադրբեջանական ծավալապաշտության դեմ պայքարը եւ բազմաթիվ այլ ուղղություններ։ Բնականաբար այս ամենը ապահովելու համար անհրաժեշտ է նաեւ տնտեսական կարևոր հենք եւ այդպիսի հենք պետք է ձևավորվի թե երկկողմ հարաբերություններում Հայաստան-Իրան հարաբերություններում եւ թե Հայաստանի եւ Իրանի միջեւ որպես Եվրասիական տնտեսության անդամ միակ պետություն իդեմս Հայաստանի, որն ունի ցամաքային սահման այս պետության հետ, այսինքն տնտեսության մշակույթի, չգիտեմ, գիտության ոլորտում, բոլոր ոլորտներում համագործակցությունը պետք է միտված լինի բնականաբար անվտանգությանը, որովհետև սա է ամենակարևոր խնդիրը Հայաստանի Հանրապետության եւ մեր քաղաքացիների համար։ Ուստի այդ պոտենցիալը չօգտագործելը աններելի շռայլություն պետք է դիտարկվի առնվազն մեր հասարակական խոսրիթում։ Դուք ձեր խոսքում մի քանի անգամ նշեցիք, որ այդ պոտենցիալը հայկական կողմը չի օգտագործում, միգուցե այդ չօգտագործման մեջ կա նաև Իրանի մեղավորությունը։ Տեսեք, ընդհանուր առմամբ բնականաբար երկու կողմից էլ եղել է թերացում, բայց կա մի շատ կարևոր հանգամանք։ Իրանը գերտերություն է եւ ունի բազմաթիվ խնդիրներ, ունի բազմաթիվ հարևաններ եւ բազմաթիվ հնարավորություններ։ Հայաստանի պարագայում իրավիճակը մի փոքր այլ է, հետեւաբար մենք պետք է լինենք առավել ակտիվ կողմը, հաշվի առնելով այն ավելի սահմանափակ հնարավորությունները, որոնք ունի մեր պետությունը։ Այդ սահմանափակ հնարավորությունները դեռևս չեն նշանակում, թե Հայաստանը ըստ էության չունի որևէ հնարավորություն։ Այո, այդ հնարավորությունները սահմանափակ են, բայց այդ հնարավորությունները չափազանց կարևոր են։ Հետևաբար նախ եւ առաջ մենք պետք է մեր կողմից իրականացնենք գործողություններ եւ բնականաբար նաեւ իրանական կողմի հետ աշխատանքներում իրանական կողմի ակտիվությունը նույնպես չափազանց կարևոր է։ Վերջին շրջանում չասեմ ջերմացում, բայց ինչ որ դրական դինամիկա կա երկու երկրների հարաբերություններում, ինչ զարգացումներ են տեղի ունենում այս պահին եւ ինչ հնարավոր արդյունքներ կարող են լինել։ Իրան-Ադրբեջան հարաբերություններում խնդիրները այնքան շատ են եւ այնքան խորքային, որ խոշոր հաշվով այդ խնդիրներից շատերի լուծում ըստ էության գոյություն չունի։ Ակնհայտ է, որ Ադրբեջան կոչվող արհեստացին կազմավորումը եւ այդ կազմավորման ինքնությունը ըստ էության ձևավորվել է մի կողմից հակահայկականության, մյուս կողմից հակաիրանականության առանցքի շուրջ։ Ոստի Ադրբեջան-Իրան հարաբերություններում բարեկամական, ասեմ այսպես, բնույթի ջերմացման որևէ հնարավորություն ըստ էության բերելու է ադրբեջանական ինքնության ժխտման, որը անհնարին է։ Հետևաբար խնդիրները առկա են, բայց պարզ է, որ իրանական կողմը եւ նաեւ Բաքվի բարբարոսական վարչախումբը ցանկանում է կառավարել այն ռիսկերը եւ վտանգները, որոնք առկա են, իսկ գիտեք, թե Իրանը ինչպիսի հսկայական ազդեցություն ունի Ադրբեջան կոչվող արհեստացին կազմավորման ներսում, իդեմս շիայական շարժման, իդեմս բազմաթիվ այլ, ասեմ այսպես, խմբերի, որոնք ակտիվորեն ներգրավված են Ադրբեջանի ներքաղաքական կյանքում, ոչ որպես քաղաքական կուսակցություններ, այլ որպես հասարակական զանազան շերտերի տրամադրությունները արտացոլող խմբեր։ Ոստի Բաքվի բարբարոսական վարչախումբն էլ որոշակի վախեր ունի Իրանից եւ ձգտում է այդ վախերի տիրույթում կառավարելի դարձնել Իրան-Ադրբեջան հարաբերությունները, բայց նույնիսկ այս պահին խոսել ջերմացման մասին կարծում տեղին չէ, հենց հիմա Թեհրանում Ադրբեջան կոչվող արհեստացին կազմավորումը չունի դեսպան, այսինքն գիտեք այդ դեսպանատան հետ կապված թնջուկից հետո մինչև հիմա հարաբերությունները չեն վերականգնվել։ Հաճախ թե Ադրբեջանը, թե Թուրքիան փորձում են Իրանի հետ հարաբերությունները օգտագործել Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով, մասնավորապես կեղծ խոսույթը առային, թե եթե Հայաստանը չի տրամադրում ադրբեջանա-թուրքական երազանքների այդ չակերտավոր Զանգեզուրյան միջանցքը, որը իրականում թուրանական միջանցք է, ապա իրենք ճանապարհ կունենան Իրանի տարածքով, ըստ էության կապկանք է, որովհետև այդ ճանապարհը գործել է ԽՍՀՄ փլուզումից ի վեր եւ հիմա էլ այդ ճանապարհը գործում է եւ դա որևէ կերպ չի ազդում Հայաստանի հեռագնա տեսլականի վրա։ Ոստի այս համատեքստում
Նաև պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի Բաքվից պարբերաբար քարոզչական հոսքերը, որոնք միտված են հատկապես մեր հասարակության ներսում որոշակի, ասեմ այսպես, լրացուցիչ անհանգստություններ ստեղծելու առայն, որ Իրանը եւ Ադրբեջանը կարող են դաշնակցել միմյանց հետ Հայաստանի դեմ, ըստ էության հիմնազուրկ են եւ մեր հասարակությունը, թե նաեւ փորձագիտական շրջանակները եւ լրատվամիջոցները պետք է բավական ուշադիր լինեն ադրբեջանական քարոզչությանը տուրք չտալու համար։ Իրականում Իրանի հետ հարաբերությունները, ինչպես նշեցի, ունեն հսկայական պոտենցիալ եւ եթե մենք այդ պոտենցիալը կարողանանք օգտագործել իր խոշոր հատվածով, ապա թե Ադրբեջանը, թե Էրդողանական վարչախումբը կունենան խոշոր խնդիրներ։ Պարզ է, պարոն Ոսկանյան, եւ մի փոքր 2024-ի հնարավոր զարգացումների մասին ինչին ենք ականատես լինելու տարածաշրջանում։ Ես կարող եմ ասել ինչ պետք է անել։ Կարծում եմ 2024-ին մեր տարածաշրջանում պատրանքները թե հաստատվելու է հավերժական խաղաղություն իդերև են ելնելու, որովհետեւ իրական խաղաղություն կարող է հաստատվել մի պարագայում, եթե կա ուժերի հավասարակշռություն։ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար լրացուցիչ միջոց են մեր անվտանգային ճարտարապետության կարևոր բացը լրացնելու առումով եւ այս ուղղությամբ կարծում եմ մենք պետք է առաջ գնանք շատ պարզ եւ հասկանալի տրամաբանությամբ։ Իրանի հետ Հայաստանը պետք է ունենա թեկուզ լրելիային ոչ փաստաթղթային մակարդակով, բայց քաղաքակրթական, ռազմավարական դաշինք եւ ըստ էության այն բոլոր ռիսկերը եւ մարտահրավերները, որոնք ընդհանուր են, իսկ այդ ռիսկերի եւ մարտահրավերների խոշոր հատվածը բխում են հենց Բաքվի բարբարոսական վարչախմբից եւ նրա օպերատոր Էրդողանական վարչախմբից, կարող են չեզոքացվել հայ-իրանական համատեղ գործողություններով, այդ գործողությունների ծրագրով, համագործակցությամբ եւ զանազան կառուցակարգային հաստատությունների կամ ասեմ այսպես կառույցների ստեղծման միջոցով կրկնեմ, որոնց վերաբերյալ շատ հաճախ պարտադիր չէ, որպեսզի ունենանք մենք փաստաթղթային հիմք, որովհետեւ նման փորձառություն արդեն իսկ եղել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ որոշակի ժամանակահատվածում Հայաստանը եւ Իրանը համագործակցել են չափազանց կարևոր երկու պետությունների համար չափազանց կարևոր ոլորտներում, բնականաբար որոնք միտված էին երկու պետությունների անվտանգությունը եւ զարգացումը ապահովելուն։